Ողջույն։ Կամ փոխաբերական արտահայտություններ, որոնք բոլոր լեզուներով նույն իմաստը ունեն։ Օրինակ, փրփուրից կախված, մազից կախված, ավազից կառուցված։ Սա նշանակում է անկայուն, ոչ հուսալի, անլուրջ հիմքերի վրա լինել։ Երբ ասում ենք, որ Նիկոլը կախված է փրփուրներից, մազից, ուրեմն շատ անկայուն, փխրուն է նրա իշխանությունը եւ կարող է փուլ գալ։ Այսօր այո, նա այդ վիճակում է։ Իրավիճակը փրկելու փորձեր են անում։ Այս ընթացքում իշխանության բազմաթիվ քայլեր նախընտրական տրամաբանության մեջ են Աննա Նիկոլի բաժանումից մինչև կարկանդակ շոու եւ արտաքին հետախուզական ծառայության զեկույց։ Այս կառույցի երեկվա մարտի 10-ի զեկույց կոչված բանը շատ տարօրինակ էր, չնայած որ ավելի վատ բառ է այստեղ սազում իրականում։ Բեմադրությունը սկսված է։ Հայտնում են իբր հետախուզական տեղեկություններ են ստանում, իբր այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի գործարարներին եւ մղում աջակցել Հայաստանի ընտրություններին մասնակցող որոշ ուժերի։ Հետո ներքին գործերի նախարարությունն է հայտնում, թե եթե ունեք տեղեկություն հայտնեք, ու Քրիստինե Գրիգորյանը, որը հենց այդ տեղեկություն տարածողն է, չգիտենք հայտնում է, թե իրականում չունի նման տեղեկություն։ Եթե որևէ կառույց իրեն ուզում է լուրջ ընդունեն, պետք է տա կոնկրետ անուն, կոնկրետ փաստ։ Մոզամբիկն է, Ուգանդան է, Թուրքիան է, Միացյալ Նահանգներն է, Ադրբեջանն է։ Ենթադրում են, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Գուցե Ադրբեջանը օգտագործում է իր կապերը եւ Ռուսաստանում մղում է հայ գործարարներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին աջակցել Նիկոլ Փաշինյանին, չէ՞ որ Ադրբեջանը ամեն ինչի պատրաստ է Նիկոլի համար։ Ժորժ ջան, խնդրում եմ, ով որ իրոք հավատում է Նիկոլի ստեղծած արտաքին հետախուզական այս ծառայության այս զեկույց կոչվածին, մեկնաբանություն թողեք իմանամ։ Որ Քրիստինե Գրիգորյանը այդ ծառայության հետ կապ չունի ընդհանրապես հասկանում ենք, բայց գոնե մի խայտառակեք ձեզ։ ԿՊԱ-կանները ահաբեկող տոնով տարածում են, թե հասեք, Ռուսաստանից հայեր են գալու, որ քվեարկեն ընտրություններում։ Ժորժ ջան, Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ընտրություններում դեռ արգելված չէ։ Արգելված չէ։ Եվ ուրեմն ի՞նչ տարբերություն, որտեղից կգան։ Ինչ վատ բան կա դրա մեջ, որ Ամերիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, տարբեր երկրներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պետք է գան քվեարկության մասնակցելու։ Հետախուզություն անելու բան կա այստեղ։ Իրավունք ունեն, չէ՞, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանում խորհրդարան ընտրել, թե կոնկրետ բան գիտեք, ասեք։ Թե չէ այլ երկիր, հատուկ ծառայություններ, գործարարներ, ՀՀ քաղաքացիներ, էհա։ Արտաքին հետախուզական ծառայությունը, եթե ՔՊ-ի գրպանային կառույցը չլիներ, իմ պատկերացմամբ այս պահին այնքան լուրջ թեմաներ կային, որ պիտի անդրադառնար ու հետախուզական, քննչական գործողություններով բացահայտեր։ Օրինակ, ինչ կապ կա նրա մեջ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի, օրեր անց նույնը հայտարարում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Սրա մեջ ինչ կապ կա։ Սրանք 2020 թվականի համավարակից առաջ ուզում էին այդ ընթացքում, ուզում էին փոխել սահմանադրությունը սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար։ Հետո թեման փակվեց, ապա բացեց Ալիևը տարիներ անց։ Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է բացահայտի, թե ինչ կապ կա այն բանի միջև, որ այնտեղ Փաշազադեն հայտարարում է հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դեմ պայքարի մասին, օրեր անց այստեղ սկսում է այդ պայքարի իշխանությունը։ Մինչ այդ չկար։ Թող արտաքին հետախուզական ծառայությունը փորձի բացահայտել կապը այն բանի, որ Ադրբեջանում հետախուզում են հայ գործիչների, բարերարից մինչև նախկին նախագահ ու նախարար, ու այստեղ նրանց կալանավորում են, քրեական գործեր են հարուցում։ Այդ ինչ կապերի արդյունքում է։ Կամ այնտեղ հետախուզում են հայտարարում, այստեղ մուտքը մեր երկիր փակվում է այդ մարդկանց առաջ։ Բայց սրանք հետաքննեք, հետախուզեք։ Թուրքական որ մամուլ ուսումնասիրում ես, որ պաշտոնյայի ելույթը կարդում ես, շնորհակալ եմ Փաշինյանին ու թիմին թուրքական նախապայմանները կատարելու, թուրքական գծի մեջ լինելու համար, բայց սրանով զբաղվեք, այս բոլորը որ թվարկեցի ռեալ վտանգ են։
Եվրոպական խորհրդարանի նախագահը ասում է, Մոլդովայում գրասենյակ ենք բացել, որը պետք է նաև Հայաստանով զբաղվի։ Եվրամիությունը փող է ներդրել $12 միլիոն Հայաստանի ընտրությունների վրա։ Հիբրիդային պատերազմներից են խոսում։ Բարտակին հետախուզությունը փորձել է հասկանալ, թե ինչ հիբրիդային պատերազմներ են մղելու այդ փողերով հայ ժողովրդի դեմ, ինչ հիբրիդային արագ արձագանքման խումբ են տեղակայում, որ ինչ անի։ Հետախուզական ծառայությունը հետաքրքրվում է այդ ինքնիշխան Հայաստանի, ինքնիշխան կառավարությունը ինչու է արևմուտքից խնդրում միջամտել Հայաստանի Հանրապետության ընտրություններին։ Իրենք դրանից տեղեկություններ չեն ստացել, դրանց հատուկ ծառայություններից չունեք ինֆոներ։ Այսքան խոսում են մեր երկրում Մոլդովայի ընտրական փորձը կիրառելու մասին։ Արտաքին հետախուզական ծառայությունը մի անգամ ահազանգել է այդ մասին, ուսումնասիրել է Մոլդովայի փորձը, արդյունքը ինչ եղավ այդ փորձից հետո։ Ահա թե ինչ եղավ։ Հիմնական ընդդիմադիր ուժերին դուրս թողեցին մրցապայքարից, հաղթեց արևմուտքի թեկնածու Մայա Սանդուն, իսկ հաղթանակից մի տարի անց հայտարարեց, որ ուզում է իր ինքնիշխան երկիրը միացնի Ռումինիային ռուսական սպառնալիքից իբր պաշտպանվելու համար։ Մոլդովայի փորձը դա է։ Հիմա թող Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը գնա ուսումնասիրի։ Այդ որ ասում են Հայաստանում Մոլդովայի փորձն են ուզում կիրառել, ինչ նպատակ է հետապնդում։ Նիկոլին պահեն իշխանության, որ մի տարի հետո Հայաստանը որ երկրին միացնի։ Մոլդովայի նախագահի նմանությամբ ասի Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար, ժողովրդավարությունը պահելու համար, ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար Հայաստանը կողմ են, որ միանա Ադրբեջանին, բայց լրիվ արտաքին հետախուզական ծառայության ուսումնասիրության թեմա է։ Կարճ ասած, Հայաստանի իշխանությունը աննախանձելի վիճակում է, տեսնում է, հասկանում է, որ փրփուրներից կախված է։ Եթե աղետալի չլիներ վարկանիշը, դժվար թե կարիք ունենար հետախուզական ծառայությունների այսպիսի նվաստացումների։ Դժվար արևմուտքից խնդրեր միջամտություն, օգնություն, մոլդովական սցենարներ, այսինքն իրենց հարցումները, ներգնա տուրերը ցույց են տալիս, որ իշխանությունը մազից կախված է, պահել չի լինում այլևս, եւ դիմում են ամեն մեթոդի։ Դրա համար եթե պետք լինի, համոզված են, որ սրանք երկիրը կհանձնեն անգամ թշնամիներին, մենակ թե իրենք մնան թեկուզ վիլայեթի ղեկավար։ Այս ընտրությունները վերածվում են լրիվ ազգային ազատագրական պայքարի։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ, թե այս ընտրություններով ում դեմ եք պայքարելու, ու եթե հաղթեք, ազատվեք այս իշխանություններից, ուրեմն ինչից եք ազատվում, որ պետությունների լծից։